կենեք, պետական գույք է։ Պետական գույք Ես ես ասում եմ ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն, ինչ օր է, ոնց որ պետք է, ինչ ուզում է լինի, դրանից հետո, ամեն ինչ երևա, ամեն ինչ կանենք։ Տրոն է աշխատում, տեսեք այգելի ժողովուրդ, ուր կորավ, այն է, երևից նաև տրոններ են աշխատացնում, ես ինչ է, ես ինչ հայտարարություն է, երման ենթարկում են, հլը նայեք, ոնց ենք հաշկշելով տանում, հլը նայեք, թուրքերի հետ այսպես չէին վարվի, նավկամանների հետ այսպես չէին վարվի, զանգվածային ձերբակալություններ են, տեսեք, հաշկշելով, ես ինչ էր ահանգեր, աստվածին, ես ինչ էր, ոստիկանության զորքերի մեքենան է մտնում հրապարակ, Պատ են կազմում, ազգային ժողովի պատգամավորները դուրս եկան, պատ են կազմում, պատ կազմեցին ոստիկանները։
Այրգելի հայրենակիցներ, ուրեմն մոտ 40 րոպե ինչ Գյումրու քաղաքապետարանի շենքում է ազգային ժողովի 4 պատգամավոր Մայր Հայաստան խմբակցությունից խոստացան ներս թողնել, նույնիսկ փաստորեն չթողեցին, բայց թողեցին հակակոռուպցիոնի ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, խնդրեմ ֆիքսենք, որ մարդիկ կանգնած սպասում են, առաջնային մանդատ ունեցող մարդիկ, որոնք որ մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղված, հենց կոչումը դա է առաջինը, օրենքներից գրելուց երևի ամենաառաջինը, այս պահին կանգնած են այստեղ, սպասում են, թե ոստիկանությունը հակակոռուպցիոնը երբ թաբրո կդա իրենց հարազատ թաբրոն, որպեսզի մուտք գործեն Գյումրու քաղաքապետի մոտ։ Խնդրեմ տեսնում ենք։ Պարոն Մանուկյան, ոնց կնահատենք այս լկտիություն ասենք, ցինիզմ ասենք, թողտվություն ասենք։ Եվ պատճառաբանում է, որ քչական գործողություն են դրա համար չեն կարողանում։ Հա, 2 ժամ է դա են անում, էլի։ Մի քանի ժամ իրանց որ թողնենք շարունակել մենք։ Շատ լավ, մենք ֆիքսում ենք, որ այս պահի դրությամբ ավելի շուտ է եկել պատգամավորական խումբը, բայց շենքում մոտ 40 րոպե են։ Okay.